Ողջույն սիրելիներս։ Ես ճիշտ է, դեռ չեմ մտածել, թե այս իմ խոսակցությունները, որոնք ես անում եմ, ինչ անունով եմ կոչելու, բայց ուզում եմ ասեմ այն ինչը որ մարդիկ ուղղակի ներկայացնում են մենակ իրենց տեսանկյունից։ Այն որ ասում են, գիտես ինչ կա, ես չեմ կարող սիրեմ ուրիշին նենց, ոնց որ իրան եմ սիրել։ Ու մարդիկ ասում են, ինչը չես կարա, այն որ քեզ նեղացրել է, որ քեզ, չգիտեմ, ծաղիկներ չի տվել, որ այս ինչ բանը չի արել, ինչ եւ այլն եւ այլն, բայց ոչ մեկ չի ուզում հասկանալ, որ իրական անկեղծ զգացմունքները կապ չունեն այն, չգիտեմ, նվերների, ծաղիկների, չգիտեմ, այդ վերաբերմունքի եւ այլնի հետ, որովհետեւ դու տրվում ես մարդուն անմնացորդ։ Այսինքն դու իրան չես սիրում, որովհետեւ ինքը քեզ նվեր պետք է տա, որովհետեւ ինքը քեզ ժամանակ պետք է տա եւ այլն։ Ճիշտ է, մենք բոլորս ուզում ենք այդ զգացումը մենք էլ զգանք, այսպես ասած, այդ նվերները, լավ վերաբերմունքը, ուշադրությունը, բայց մեր համար դա առաջնային չի։ Ինչի համար, որովհետեւ մենք սիրում ենք այդ մարդուն, որովհետեւ սիրում ենք ախպեր։ Հիմա չգիտեմ ոնց հաստատվել, երկնքից քարը անգեմ մեր գլխին, թե ոտներս սոտա տվել ընկել ենք քարի վրա, գլուխներս խփել ենք, ցնդել ենք, սիրում ենք այդ մարդուն, մենք սիրում ենք ու մենք չենք սիրում այն, չգիտեմ, այն վատ բաները, ինչ որ եղել է, մենք սիրում ենք տվյալ մարդուն, իր այդ ինչ որ մի բան է, որը մենք հավանել ենք մինչև դա։ Ու ասել մարդուն, որ գիտես ինչ կա, ինչն ես դու կարոտում, ինչն ես սիրում, դու մարդու զգացմունքները չգնահատելա։ Այո, ճիշտ է, դա սխալ է, երբ որ մենք առանց ինչ որ մի բան ստանալու տրվում ենք մարդուն անմնացորդ, սիրում ենք, հարգում ենք ու հետո մեզ ցավացնում են։ Բայց այդ ամեն ինչը պետք չի մատի փաթաթան սարքել ու ասել գիտես ինչ կա, ինքը կոմար ոչ մի բան չի արել, որ դու իրան սիրում ես։ Իսկ ինչ գիտեք ամենասկզբում ոնց է սկսվել։ Այդ մարդը կարող է ամենասկզբում այնքան լավ բաներ արել կամ այնքան լավ վերաբերմունք հա ցույց տվել, որ քո մտքին ընդհանրապես չի եկել, որ հետո կարող է ինչ որ մի բան նենց չլինի։ Պետք չի մարդկանց ասել գիտես ինչ կա, ինչն ես կարոտում, ինչն ես սիրում։ Вообще ինչ ես մտածում այդ առումով, խես մտածում, խես նեղվում, խես լացում։ Ամեն անգամ երբ որ ես ինչ որ մի բանի համար նեղվում եմ ու ինձ ասում են ոչ մի բան չկա, ինչ ես լացում, կապ չունի դա սերա թե ինչ որ մի ուրիշ մի բան։ Իմ նեղերը պրոստը խախտվում են իրար, որովհետեւ տվյալ մարդիկ չեն հասկանում դու այդ պահին ինչ ես զգում։ Եթե դուք չեք հասկանում այդ ամեն ինչը, այդ ցավը կամ այդ սերը, պետք չի ինչ որ մի բան ասել։ Եթե չեք կարող